Ստեղ ունեմ միս, սող, հիմա աղում եմ, որպեսզի կոտլետներ պատրաստեմ։ Ուզում եմ ասեմ, որ մի ձեռքով շատ դժվար է եւ նկարել եւ որևէ աշխատանք կատարել, հա, պատրաստել, այնպես որ ունենք այն, ինչ որ ունենք։ Ոչինչ, կադրից դուրս ես մի լավ երկու ձեռքով կքամեմ, որպեսզի ջրային մասը դուրս գա հացի մեջ։ Այստեղ ավելացնեմ եմ կարտոֆիլ։ Հիմա հացն ու կարտոֆիլը պետք է աղամ եւ ավելացնեմ ֆարշին։ Այստեղ դրել եմ կարմիր պղպեղ, սև պղպեղ, չոր խառը կանաչի, այդպես համեմ, ռեհան, ցիտրոն, սամիտ ու այդպես ու կավելացնեմ աղ, ձու։ Հա։ Հետևորդներ ջան, ուզում եմ ասեմ, որ ես այս բաղադրատոմսի մեջ ձու չեմ ավելացրել, միայն ավելացրել եմ 2 ճաշի գթալ ալյուր, բայց կարող էի դա էլ չավելացնել, քանի որ ես շատ քիչ քանակությամբ հաց էի ավելացրել։ Ինչպես տեսնում եք հետևորդներ ջան, օգնականս ինձ հետ է եւ առանց իրա հաստատ համեղ չէր ստացվելու այս կոտլետները։ Սիրում եմ, որ Արտուշը գալիս է ու ինձ օգնում է, միշտ գալիս ասում է մամա կուզես ես քեզ օգնեմ, շատ ուշադիր է, մեռնեմ ես իրա ձեռքերին։ Դրա համար էլ շատ համեղ կոտլետներ ստացվեց։ Մեկ հատիկ էլ սխտոր ենք ավելացնում։ Հիմա ինչ եմ անում։ Ավելացնում եմ կանաչի։ Ես եմ ուզում անեմ։ Ես կանաչին անեի։ Անուշ անում ոտակա։ Կարամ ինձ է տուր։ Դե նկարի քո ձեռով այս։ Այսպես։ Սա լսրու։ Շատ է հերիքա։ Մա Դու ավելացնում ենք։ Նկարի։ Մա ես եմ ուզում լսնեմ հետիք։ Դու ես լսնում։ Դու լսնում։ Կարի մի հատ է։ Դուք կհաշվեք սիրելիներս մեկ լավ թեյ գթալ։ Սև պղպեղ։ Միտա։ Սպասի։ Հետո մի հատ սենց շոտ բան։ Որտե՞ս նկարն։ Հետո սենց բան։ Մի հատ։ Սենց բան ենք անում։ Մի հատ էլ։ Ու շատ եմ։ Մի հատ էլ լուսա։ Մի հատ էլ լուսա։ Տեսեք, նա ինչ համով բան եղավ։ Տեսեք, ողի շատ լավ բան եղավ։ Հիմա այս ամենը մի լավ այսպես
Աղը չենք գցել, Արտուշ ջան, արի աղն է գցենք նոր, որ չմոռանանք։ Տենց չէ, գթալով։ Լից ձեռքիս մեջ նոր, որ ես կարողանամ մի քիչ լից։ Всё, լավա, չլցնես էլ։ Աղի կլինի չենք կարող ուտենք, թող մնա։ Հենց կպակասի նոր։ Կարամ ես էլ անեմ։ Չէ։ Դու ձեռնոց չունես։ Սա ձեռնոց։ Պապան եկել, հա։ Այսպես մի լավ ձեռքով հունցում ենք համերը խառնվի իրար։ Սիրելիներ, տեսեք ինչ լավ կոտլետի ֆարշ եղավ։ Նույնիսկ այս կողքերը տարայի չի կպչել, այդպես լավ է։ Հիմա արդեն սկսենք տապակել բուսայողի մեջ։ Հիմա ինչ ենք անում, այսպիսի տիշկաներ ենք վերցրել, տարաների փականներ ենք վերցրել, Արտուշ մի արա տենց։ Կարամ ես քոյդ։ Ու փորձում ենք, տեսնենք սրանով կստացվի, թե ոչ։ Եթե չստացվի, արդեն կանցնենք մեր ավանդական ձևերին։ Տղես, մի րոպե, տենց չեն անում։ Բաբան, սենց։ Դու որ թողես ձեռնոցներ, քեզանից մեծ է 5 անգամ, կանգնի իրար չգաս։ Մի հատ հələ բանան փորձենք, տեսնենք ստացվում, հա։ Մի րոպե, տղես։ Սպասի։ Պետք է այսպես անենք։ Հիմա կարամ ես են կանաչու անեմ։ Կարս են կանաչու դու բացես անեմ։ Ուզում եմ հասկանում, հետո ոնց անգնում։ Նույն Կարողա պետք է։ Հա, եղավ, դեպի սիրա։ Եղավ։ Լավ, մի հատ էսենց դնեմ։ Սա տապակի մեջ բուսայող ավելացնում եմ ու սկսում ենք պատրաստել։ Կարամ կանաչի վրա դու անես։ Ես անեմ։ Բարև ձեզ, տեսեք ինչ բան անենք։ Տեսեք սարքելու ենք մի հատ հրաշք բան։ Սարքելու ենք բան կակլետ սրանցով, որ շատ համով է լինելու։ Հիմա ერთ հանցով ես։ Let's make. Հիմա ես թող հատ բեր։ Կարեմ Չես կարող վերցնել, չես կարող։ Հոսի։ Կարեմ ես գտալավանեմ։ Հոսի։ Մի հատ հələ փորձենք։ Մի րոպե կթողես, որ վիդեո նկարեմ։ Բայց ես էլ եմ ուզում անեմ։ Մի րոպե թող վերցնեմ։ Այ, հեսի լավ սարնեմ։ Մի արա։ Մամայի սիրելի հետևորդն այսօր ես ու մաման ու մենք մնացել որ կապլետ պատրաստենք։ Ձեզ տասի կեսիսեմ էլ իհարկե եկի։ Մտնեք մամին շեդևր արել։ Կլոր։ Արել։ Մեր Հայաստանի դրոշը ու ծիածանը։ Հա, դրոշի գույները։ Բա աղավնին ինչ է նշանակում։ Աղան նշանակում է Ինչ։ Խաղաղ։ Արծիվը։ Աղավնի խաղաղ արծիվ։ Բայց Արտուշը տուն է վերադարձել ու անկախության տոնի կապակցությամբ այսպիսի աշխատանք են կատարել դպրոցում։